Ողջույն Գագիկ ջան։ Ես երկար ժամանակ մտածում էի առավոտվան ստեղ գալուց, թե ինչից սկսել մեր զրույցը, նոր քիչ առաջ գլխի ընկա, որ երևի ճիշտ կլինի սկսել հողաչափությունից, ինչ որ կոչվում է գեոդեզիա, երկրաչափությունից, վերջին տարիներին հողաչափության, երկրաչափության հետ կապված հասկացությունները կարևոր են եղել, կադաստրի հետ կապված հասկացությունները կարևոր են եղել, դրանք հաճախ կապվում են քաղաքաշինության հետ, հաճախ կապվում են կառավարման հետ, կապվում են ոստիկանական ամփոփագրերի հետ, խոսում ենք հեկտարների մասին, ասենք 800 հեկտար, քառակուսի կիլոմետրերի մասին, վերջին ցավոք սրտի իրադարձությունների հետևանքով 8000 կիլոմետր քառակուսի մասին են հաճախ խոսում։ Քառակուսի մետրերը, քառակուսի կիլոմետրերը, հեկտարները, դրանք հասկացություններ են, որոնք որ գալիս են դրվելու մեր կյանքի վրա։ Ասենք Երևանի Ազատության հրապարակը մի փոքր պակաս է 8000 քառակուսի մետրից։ Հանրապետության հրապարակը 35000 քառակուսի մետր։ Ըստ ընդունված հաշվարկների մեթոդի նորմալ ձևով 1 քառակուսի կիլոմետրի վրա ոչ սեղմված կարող է կանգնել 3-4 մարդ եւ սեղմված ձևով համարյա կրկնակի եւ Ազատության հրապարակի մեր միտինգներին հետագայում հավաքվում էր մոտավորապես մի 40000, իսկ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Հանրապետության հրապարակը հավաքում էր 200000 մարդ։ Դու երկար տարիներ վարել ես ՆՓԱԿ-ում կատարողական արվեստների փառատոն, որ կոչվում է 1 քառակուսի մետր։ 1 քառակուսի մետրը այն տարածքն է, որի վրա մի մարդ կարող է լինի, եթե դա ցույց չի, միտինգ չի, որտեղ ցույցի միտինգի դեպքում 3-ից 4 մարդ, սեղմված վիճակում մինչև 8 մարդ, 1 քառակուսի մետր։ 1 քառակուսի մետրը այն տարածքն է եղել, որ դու համակարգել ես։ 1 քառակուսի մետրը այն տարածքն է, որտեղ դու ես գտնվում, որտեղ դու ես գտնվել, իբրև համակարգող, այդ այն տարածքն է, որ քեզ հետ միասին տեղափոխվում է։ Տեղափոխվել է ամբողջ անցյալ տարի։ Այդ այն տարածքն է, որտեղ դու եւ կաս, եւ չկաս։ Լինի դա քո աշխատանքի վայրը ՆՓԱԿ-ը, որտեղ այսօր կաս թե չկաս, լինի քո տանը, որտեղ դու կաս թե չկաս, լինի դա սահմանի այն խրամատում, որտեղ դու մեկ կաս, մեկ չկաս, այ ուզում եմ այդ տարածքի մասին խոսես, այդ 1 քառակուսի մետր տարածքի, այսինքն փակ տարածքի, մեկուսացման տարածքի, որի մեջ դու ես,
որի մեջ մենք ենք եղել ամբողջ անցյալ տարի, այսինքն ամենամոտիկի, ամենամերձավորի, որտեղ մեր զգայարանները աշխատում են, բայց աշխատում են ոչ առաջնային զգայարանները, այսինքն աչքը տեսնելը կամ լսելը, այլ մեր շոշափողական զգայարանները, շոշափողական զգացողությունները։ Մի փոքր կուզենայի, որ այդ քո մեկ քառակուսի մետրի մասին խոսեիր, որի մեջ ես դե մեկ քառակուսի ֆորմատը, եթե ֆորմատին գալու լինենք, զուտ կատարողական արվեստի կոնտեքստում, ինքը իհարկե սահմանափակող մի բան ուներ, բայց միևնույն ժամանակ իսկապես եթե հետադարձ անելու լինեմ այդ տարիներին ինչ պերֆորմանսներ են եղել այդ փոքրիկ բեմի վրա, փաստորեն բոլոր գաղափարները, որոնք այդտեղ ռեալիզացվել են, իրագործվել են, իրենք եկել են այդ սահմանը բացելու, իրենք ավելի շատ միտված են եղել քառակուսին, այդ սեղմությունը ավելացնելու, բացելու ու իհարկե այդ սահմանափակումը բացվում է մտքով, այսինքն մենք մտքի հետ ենք կոմունիկացվում ու մեզ առաջարկված մտքի միջոցով ենք գուցե փոքր, ֆիզիկապես փոքր մեկ քառակուսի տարածքը հանկարծ տեսնում մղոններով, մղոնների չափելիությամբ, հա, ու կապ ունի թե ով ինչ չափով է տեղավորվում այդ փոքրիկ սահմանի մեջ ու ինչ չափով է ուզում իմ կամ մեկ ուրիշի հետ հաղորդակցվել, ինչ չափի մասին է ուզում խոսել, հետո ինչքանով է ինքը կարևորում է տեղը, ինչքանով է կարճած այդ տեղին ու ինչքանով է իր բերած միտքը, գաղափարը տեղային, տեղը հաստատող, չափը հաստատող ու ինչքանով է ինքը չափը աբստրահում կամ տեղը աբստրահում, այդ իմաստով իսկապես ասենք եթե հետայաց անելու լինեմ այդ մեկ քառակուսու փորձառությունը, ինչին ասենք իսկապես ամեն տարի պատահել ենք, ինքը շատ հետաքրքիր տարածք եղել է խոսակցություն ծավալելու, խոսակցություն ունենալու հենց քո ասած տեղի, չափի, մղոնների եւ դրանց հետ կապվող տարբեր իմաստների ու գաղափարների հետ, հա, կարելի է ասել, որ այդ մեկ քառակուսի մետր ֆորմատը ինքը ինչ-որ առումով կանխատեսող մի նախագիծ էր, այն կանխատեսումը ուներ, որի մեջ մենք հայտնվեցինք անցյալ տարի նախ համավարակի պատճառով, հետո պատերազմի, այսինքն մեկուսացման մասին եմ խոսում, մի մեկուսացում, որը մեզ ստիպում է այդ մեկ քառակուսի մետրի մեջ, այսինքն խոռոչի մեջ, միայնակ, ոչ միայն ապրել, այլև այդ մեկ քառակուսի մետրը, այդ խոռոչը, այդ մեկուսացումը դարձնել աշխարհ, մի ամբողջ տիեզերք, այդ տեսակի կանխատեսում կարծում ես կար դրա մեջ կամ արդյոք այն փորձառությունը, որ անձամբ դու ունեիր, եկավ քեզ համար ծառայելու մի տեսակ փորձ հաղթահարելու համար նույն ասենք համավարակ։ Գիտես հետաքրքիր է, որ 2006-ից սկսյալ մինչև անցյալ տարի
առաջին անգամ անցյալ տարի 1 քառակուսի մետր տեղի չունեցավ այդ փառատոնը, իսկապես առաջին անգամ ուղղակի հնարավոր չեղավ դա անել, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, ու ինքը շատ բնականորեն տեղի չունեցավ, ես չեմ մտածել իրականում դրա մասին, որովհետև անգամ այն հանգամանքը, որ դա տեղի չունեցավ, ես իրականում չեմ ուզեցել գուցե դրա մասին մտածել, որովհետև վերջո տարիներ շարունակ եղել է դա, ինքը ապրել է, ինքը ճիշտ է 1 քառակուսի է եղել, բայց մարդկանց հավաքվելու, փոխլրացման, շփման տարածք է վերջո դա եղել, հաղորդակցության տարածք է եղել։ Բայց անցյալ տարի դա չեղավ, գուցե հիմա մտածում եմ, էլի, գուցե նաև այն պատճառով, որ մենք իսկապես համավարակի բերումով ու հետո ամբողջ տարվա տրամաբանության բերումով պատերազմը մենք արդեն բոլորս յուրաքանչյուրս այնքան էինք այդ 1 քառակուսու մեջ, որ այսինքն մենք ուղղակի այդտեղ էինք ու դա երևի գուցե վերախաղարկելու կարիք ուղղակի չկար, այսպես ինչ ասեմ, ինքնաբերաբար չկար դրա կարիքը, որովհետև մենք երկար յուրաքանչյուրս որպես այսպես պերֆորմերներ դատապարտվել էինք այդ 1 քառակուսում ու շատ ու մենք ըստ էության մենք մեծ ճգնաժամ էինք ապրում, որովհետև մենք սովոր չէինք երկարատև 1 քառակուսու մեջ լինելու, այդ տևականորեն լինելու այդ փակ տարածքում ու մենք ինձ թվում է մենք միանշանակ առաջին փուլում մեծ շոկ ենք ապրել նրանից, որ այդ երևակայականը հանկարծ իրականություն է դարձել ու դա միանշանակորեն մեր իրականությունը ամբողջովին փոխել է, մեր գործիքները, մեր մեկս մյուսին տեսնելու կարիքների մեջ փորձել գտնել ինչ-որ համարժեքություն, որը իրականում տեղի ունեցավ, մենք ինչ-որ ձևով կարողացանք դա հաղթահարել, ինչ-որ ձևով մենք ոնց որ ադապտացվեցինք, սովորեցինք այդ միջավայրում լինել։ Այս մեկուսացումը, փակվելը նախ եւ առաջ առողջապահական նշանակություն պաշտպանվելու վարակից եւ այդ իմաստով պատահական չի, որ ամբողջ համավարակի ընթացքը իր շարունակական մեկուսացումներով հանրային մեդիայում ընթանում էր այդպես ռազմական ժամանակների բառապաշարով խոսք էր գնում պատերազմի մասին, պատերազմի վարակի դեմ, վիրուսի դեմ եւ մի թշնամու, որը որ անտեսանելի թշնամի է։ Այսինքն մենք երբ որ ստիպված ենք գործել մեր զգայարաններով շոշափողական, պատճառը նաև նրանում է, որ մենք դադարել ենք տեսնել, այդ թվում նաև մեր թշնամու։ Մի դեպքում շատ փոքր միայն դերևս մանրադիտակին էլեկտրոնային ենթակա մի թշնամի, մյուս դեպքում մի զենք, որ մեր գլխավերևում է, նույնպես անտեսանելի, ինչպես ասենք ադրբեջանական կամ թուրքական դրոնները։ Այս տեսնելու հետ կապված խնդիրը, երբ որ մենք չենք կարողանում տեսնել
մեր հակառակորդին, փակվում ենք մեր խրամատում, մեր խրամատախորոչում, մեր բնակարաններում եւ փորձում ենք անհասանելի դառնալ մեր անտեսանելի թշնամիներին, մեր բունկերներում մի կողմից, մյուս կողմից դադարեցնում ենք մեր տեսնելու եւ հետեւաբար ճանաչել կարողանալու ունակությունները։ Նույնիսկ երբ որ դուրս են գալիս փողոց, հանրային վայր, որտեղ ստիպված են կրել դիմակ, մենք պաշտպանված պիտի լինենք մեր դիմակով, մեր զրահաբաճկոնով, մեր սաղավարտով, որպեսզի մի կերպ կարողանանք խուսափել անտեսանելի ուրեմն հակառակորդի կամ թշնամու հարվածներից։ Տեսնելու հետ կապված խնդիրը չէ որ մեր գործունեությունը, այդ թվում նաև արվեստի տեսնելն է եւ ցույց տալը։ Եվ երբ որ տեղի է ունենում, ինչ որ տեղի է ունենում, համավարակ, պատերազմ, որ գործում է նույն այդ կանոններով համավարակի, երբ տեղի է ունենում մի իրադարձություն, երբ որ դու հայտնվում ես մի վիճակում, որ բոլորովին ուրիշ վիճակ է եւ կորցնում ես քո տեսնելու ընդունակությունները։ Այդ իրադարձությունը որպես այդպիսին ինչ էր քեզ համար, երբ որ դու ասենք ստիպված եղար արձագանքել տարվա երկրորդ կեսին բռնկված պատերազմին։ Գիտես, ես երևի, ոչ թե երևի, այդ ինձ համար շատ հստակ էր հենց առաջին օրվանից հետո, ինձ համար ուղղակի պարզ էր, որ սա ավելի մեծ փոթորիկ է, ավելի մեծ աղետ է առջևում, քան թե այն ինչ որ մենք կարող էինք ակնկալել կամ կարող էինք սպասել, ցանկանալ, ասենք կտևի 7 օր, կտևի այսքան օր, դեդլայնել, սահմանել, էլի վերջնագիծ սահմանել, չգիտեմ ինչ ես բնածորեն զգում եմ, որ սա շատ ավելի մեծ աղետն է, այն պատկերը, որ մենք մեզանից դուրս մենք ճանաչում ենք այդ մեկ բառի մեջ ու ինքը շատ որոշակի է, որովհետև մենք պատմությունից գիտենք, մենք գրականությունից գիտենք, մենք ուղղակի գիտենք, մենք պատերազմը վիզուալիզացվել է, պատերազմը արվեստում է եղել միշտ ու չգիտեմ ինչի ես իսկապես զգացել եմ, որ դա այդպես է, որ սա եկել է մի ահռելի բան կործանելու, ինչի որտեղ մենք հիմա ենք իրականում, դրա համար ես ուղղակի ուրիշ տարբերակ չունեի, չկար այդ ուրիշ տարբերակը, այսինքն չգտնվեց այդ ուրիշ տարբերակը ինձ համար կողմը։ Իմ մղումը ինքս ինձ հետ այդքան չեմ էլ խոսել, այդպես չեմ բանարել, բայց իմ մղումը իսկապես եղել է,
որևէ ձևով օգնել, որ խաղաղությունը գա, որևէ ձևով խաղաղությունը հետ բերել։ Միանշանակ դա է, որովհետև եթե այդ գալիս է, ուրիշ ինչ տարբերակ կա այդ խաղաղությունը հետ բերելու, կամ ինչ-որ տարբերակներ գուցեև կան, բայց ես անձնապես խաղաղության կարիք ունեմ միշտ, ու ես գիտեմ, որ մարդու բնական մղումը, մարդու բնական ցանկությունը խաղաղությունն է։ Դա ու մյուսը որ գուցե շատ անձնական է, ես իսկապես ուզում եմ ասեմ, ես չեմ պատկերացրել, ոնց կարող եմ այն երիտասարդ տղաներին, որ իմ ընկերների զավակներն են, իմ միջավայրում կան, մեր միջավայրում, իսկապես չեմ պատկերացրել, ես ասենք այն ինչ որ կարա պատահի, դրանից հետո ես ոնց պետք է իրավունք ունենամ այդ մարդկանց տեսնել, ինչ-որ ձևով հաղորդակցվել։ Ես տարիներ շարունակ այդ երիտասարդ մարդկանց հետ եմ աշխատել միշտ։ Երևի ես այս տարբերակը գտա ինքս ինձ հետ հաշտ լինելու համար։ Այսինքն ինչպես ցանկացած իրադարձություն եւ հատկապես պատերազմական իրադարձություն առաջին խնդիրը, որ մեր առջև դնում է, քո առջև դրել է, դա ընտրության հարցն է։ Այդ ընտրությունը տարբեր է, բայց առաջին պլան է մղում նախ եւ առաջ բարոյական ընտրության հարցը, այնտեղ կա հոգեբանական եւ այլն։ Այդ բարոյական ընտրության հարցը, բայց ընտրություն միաժամանակ նշանակում է բաժանումներ, դրողումներ, որտեղ դու պիտի ընտրություն կատարես ընտանիքի եւ հայրենիքի միջև, պիտի ընտրություն կատարես կյանքի ու մահվան միջև, պիտի ընտրություն կատարես դիմադրելու եւ հանձնվելու միջև, պիտի ընտրություն կատարես հավատարիմ մնալու եւ դավաճանելու միջև։ Այս ընտրության հարցը, որ նախ եւ առաջ բարոյական հարց է, քեզ մոտ ինչ կարգի դժվարություններ է առաջացրել։ Այսպես ասեմ, ամենակարևոր հենման կետը այդ իրավիճակում միանշանակ գայանում կինս ա եղել, բնականաբար ես իհարկե ունեմ ընտանիք ու այդ ինքդ քեզ հետ խոսելու քո կարևոր պարտականություններից մեկն էլ իհարկե ընտանիք ու հայրենիք, այդ բախումը, չեմ ուզում ասել կոնֆլիկտ, այդ բախումը որևէ մարդ, ասեմ, ով այնտեղ եղել է, ում ես ճանաչում եմ, որևէ ձևով ինքը դա լուծում է նոր անմահաճորդ քայլ է միանշանակորեն։ Այս դեպքում ես իսկապես կարող եմ ուղղակի ասել շատ երջանիկ եմ ու նաև շնորհակալ եմ կնոջս Գայանային, որ ինձ շատ հստակ հասկացել է ու նաև իմ բալիկները այնպես ա եղել, որ այդ ամբողջը ոնց որ ընտանիքի տան մեջ մենք ես իմ որոշումը կամ իմ կողմնորոշումը բարձրաձայն ասել եմ, որից հետո երևի մենք ընտանիքով ենք որոշել, որ այդպես պետք է լինի։ Ու իհարկե հետո դժվար է լինում բոլոր ափերի ու բոլոր կողմերի համար այդ միանշանակ այդպես է, բայց եղավ այն ինչ որ եղավ, հիմա ես կարող եմ մենակ այսպես մեկ ուրիշ տան մեջ մտովի փորձել մտնել որովհետև
Չնայած չէ, ես չեմ ուզում այդ թեմայի այն ինչ որ ասացի դրա մեջ չեմ ուզում մտնեմ։ Ես ասեմ քեզ, ես այնտեղ եղել եմ մի քանի պահեր, որ շատ ուղիղ զգացել եմ իմ տունը, իմ կողքը, շատ այսպես ֆիզիկապես շոշափելիության չափ։ Իմ բակը, իմ կողքը, իմ քաղաքը, մեր ինչ-որ անկյուններ, ինչ-որ տեղեր, շատ կոնկրետ եմ զգացել ու հենց այդ իմաստով էլ հետաքրքիր է, այդ զգայական առումով էլի հետաքրքիր է, որ այնտեղ ես զգացել եմ, որ ես հենց դրա համար եմ այստեղ, այդքան մոտ է ամեն ինչ, այդքան վտանգված է այդ մոտը, այդքան հեռու չի այդ իսկապես մեկ քառակուսու մեջ է ամբողջը, գուցե ավելի փոքր տարածքի մեջ, այդքան վտանգված էր մեր ամեն ինչը ինձ համար ու շատ մոտ էինք, ես այնտեղ չէի, այստեղ ինչ-որ մեկ ուրիշ բան, մենք բոլորս իրար հետ այնտեղ էինք, անկեղծորեն ես չեմ էլ մտածում, որ ես ու մենք այդպես իրարից բաժանված ենք եղել, իրականում ես կարծում եմ, որ մենք բոլորս էինք այնտեղ, որովհետև մենք հարազատներ ենք, մեր հարազատներով էինք այնտեղ, էլի, ու դա շարունակաբար մնալու է, մենք հիմա ինձ թվում է շատ ծանր բեռ ունենք այդ ամեն ինչը հասկանալու։ Բայց գիտես Գագիկ, պատերազմը իբրև այդպես իրադարձություն, երբ ամեն ինչ շրջվում է, գլխի վայր, առարկաները, երևույթները, արժեքները կարող են շրջվել, հետևաբար ինչ ասես կարող է պատահել։ Եղավ ինչ-որ բաներ, որ դու չէիր ուզենա տեսնել, նույնիսկ չէիր էլ պատկերացնի, որ կտեսնես։ Եղան այդպիսի բաներ, մարդկային, հոգեբանության, վարքի, որ քեզ համար հայտնություն էր և դրական լուսավոր իմաստով և բացասական մոտ իմաստով։ Երևի երկու տարբեր բաներ կա այստեղ։ Մարդը ամենուրեք նույնն է, իսկապես ամենուրեք նույնն է, այն թե ես ոնց եմ ճանաչում ես, այդ նույնի ես պատահել եմ այնտեղ։ Իհարկե, ես տեսել եմ հրաշալի մարդկանց կամային հատկություններով, որը ես չեմ էլ կասկածել, որ մենք ունենք երիտասարդների, ովքեր այնց այդ ամբողջ գիտակցումով այնտեղ են, ու դա ամենայն դեպս այնտեղ դա ամենակարևորն է, ու դու տեսնում ես, որ դա կա, ու մենք ունենք դա, իսկապես ունենք։ Մանր բաներ էլ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որտեղ դրանք մանր բաներ են, իսկապես անգամ չարժեն էլ, որ անդրադառնանք։ Բայց միակ բանը, որ ցավալիորեն երևի պարտավոր եմ նաև ասել։ Ես չգիտեմ, ամենամեծ շոկը այն է, որ ես անգամ այնտեղ հասկանում եմ, որ մենք համակարգային մտածողության, ինստիտուցիոնալ համակարգվածի, ձևվածի, չափու ձևվածի, ժամացույցի այդ վարկյանացուցիչի, հստակության, կոնկրետության, գիտակցման կարիքը ունենք էլի։ Այ որ ամեն ինչ շատ հստակ արվում է, ինքը կլինի, ինքը տեղի կունենա, այն ինչ որ դու ուզում ես։ Բայց երբ որ համակարգ չկա, ինքը փլուզված է։ Այդտեղ տեղի ունենում այդ նույն աղմուկը, այդ նույն
քաոսը, Այսինքն անհասկանալին, ոչ թե կոնկրետ մարդիկ քեզ այդպես շփոթեցրին, այլ վիճակը, ոչ թե պատրաստվածություն, այլ անպատրաստ լինել։ Հա, միանշանակ, գիտես Նազարեթ, ես կարծում եմ, որ այսքան նոր բան չկա այդտեղ, պատերազմը այնպիսին է, ինչպիսին է, ձեր սերունդը անցել է այդ, դուք ու ես նաև առաջին պատերազմի ականատեսն եմ, ես շատ լավ հիշում եմ 90-ականները, շատ լավ եմ հիշում, պատերազմը սարսափելի բան է, մենք գիտենք դա ինչ է, մենք արդեն երրորդ անգամ, այդպես ասենք, հանդիպեցինք այդ հրեշին, այդ ահավոր երևույթին, որովհետև մենք դա գիտենք, մենք չգիտեմ, մենք իրենից մեր խուսափելու միակ տարբերակը իսկապես գիտակցելով դա հասկանալ ու դրան հանդիպելուն ինչքան էլ մենք չուզենանք իրեն հանդիպելուն պատրաստ լինենք համակարգված, որովհետև գիտես մենք ունեինք առաջին փորձը, որը մեր համար հիմնարկեքային մի տարիներ էին ու ժամանակներ այդպիսին էին, սկիզբներ, ինձ համար շոկ էր, որ մենք մեր համակարգը չաշխատեց, ես այդ չէի սպասում, անկեղծորեն ես մտածում էի, որ ես գնում եմ մտնելու համակարգի մեջ, անելու իմ անելիքը, բայց փաստացի դարձավ այնպես, որ համակարգը գուցեև շոկի մեջ է, չգիտեմ, խառնաշփոթի, կոնֆուզի, ամենայն անպատրաստվածության, խուճապի պայմաններում իրադարձության մեջ տարածության բնույթը, այդ բնույթի փոփոխությունը, տարածության բնույթի փոփոխությունը այդ մեծ իրադարձությունների մեջ, որ ամեն ինչ խառնաշփոթի է ենթարկված, երբ որ թիկունքը եւ առաջնագիծը իրենց տեղերը շատ հաճախ փոխում են, երբ նահանջը նմանվում է գրոհի, պատահական մարդու համար կարող է նմանվել գրոհի եւ հակառակը, այս պայմաններում առաջանում է տարածական մի կառուցվածք, հարաբերություններ, որ ռուսական կինոտեսության մեջ մի այսպիսի մի հասկացություն կա, կոչվում է իրադարձություն ընդհանուր պլանում։ Դու դա գիտես ինչ բան է։ Այդ իրադարձություն ընդհանուր պլանում ինքը ենթադրում է երկու տեսակի տարածքների համադրում, հեռվի եւ մոտիկի, բայց լսողականի, հնչյունայինի եւ տեսողականի պատկերի ձևով արտահայտված, երբ պատկերը կարող է լինել հեռում, ամենապատկերային եւ ձայնը կարող է լինել մոտիկից, իբրև ինտիմ մի խոսք, այսինքն երբ որ տարածքները հեռուն ու մոտիկը համընկնում են իրար, դու երկար տարիներ, 20 եւ ավելի տարիներ
դարձյալ նպակում համակարգել ես մեկ կադր փառատոնը, կինոփառատոնը։ Դու կարծում ես, որ հնարավոր է մեկ կադրով ֆիլմ ունենալ, այն ինչ որ տեղի ունեցավ մեզ հետ անցյալ տարի երկրորդ կեսին, կոնկրետ այդ պատերազմի հետ կապված։ Շատ տարօրինակ հարցեր ես տալիս Նազարեթ ջան։ Իսկապես չեմ մտածել, չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Գուցե հնարավոր է, պետք է մտածել, գուցե հնարավոր է։ Բայց գուցե դա ես չէ, որ պետք է անեմ, դա գուցե մեկ ուրիշը պետք է գտնի այդ ու անի։ Ամենայն հավանականությամբ հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Չպետք է դա բացառենք։ Հա, ու գուցե դա ոչ թե հենց մեկ առանձնահատուկ մեկ կադր է, գուցե մի քանի կադրեր են տարբեր դիրքերով, տարբեր հայացքներով։ Տես կադր նշանակում է շրջանակ։ Հա։ Այսինքն դարձյալ հղում է քառակուսում, Այո։ մեկ քառակուսի մետրի, այսինքն ֆորմատ է, սահմանափակություն ենթադրող, այսինքն կարգ ենթադրող, կարգ հաստատող։ Արվեստը իր ձևաչափերով փորձում է կարգավորումներ բերել մեր ամենօրվա կյանքի, ընթացիկ կյանքի, խառնաշփոթի եւ ոչ ընթացիկ կյանքի իրադարձության մեջ, պատերազմի մեջ, մեր ընկղմված կյանքի թողու բոհի մեջ։ Ինչ ես մտածում արվեստի մասին պատերազմից հետո, եթե համարենք, որ մենք դուրս ենք եկել։ Ես ուղղակի համոզված եմ, որ մենք շարունակելու ենք ու լինելու է։ Ես ուղղակի համոզված եմ։ Մենք ուղղակի երևի հիմա վերամտածելու անհրաժեշտություն ունենք։ Ինքներս մեզ հասկանալու անհրաժեշտություն ունենք։ Ես իսկապես ակնկալում եմ, որ հատկապես ես սպասում եմ ժամանակակից արվեստի արձագանքին։ Իհարկե դա շատ դժվար է, անտանելիորեն դժվար մի շրջանի մեջ ենք, գուցե մենք շրջանակի էլ ինչ-որ այդպես փակվածության, ինչ-որ մի փուլ, ինչ-որ մի շրջան կապրենք, բայց մեզ դա երևի թե անհրաժեշտ է հասկանալու ինչ տեղի ունեցավ, իրականում մենք դեռ չենք էլ երևի հասկանում ինչ է տեղի ունեցել։ Հետո երևի դեռ կա մի աղմուկ, որը մեզ խանգարում է հասկանալու ինչ է տեղի ունեցել, դեռ աղմուկ կա։ Գուցե մենք դեռ պետք է այդ աղմուկն էլ լսենք հասկանալու համար ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում։ Ու դրանից հետո երևի կսկսվի ինչ-որ մի պրոցես։ Ես ուզում եմ երկու հեղինակի հիշել, իրենցից մեջբերումներ անել, երկու մեջբերում, որոնք մի տիրույթ են մատնանշում երկուսով միասին, մի տիրույթի երկու կետեր, որպեսզի հասկանամ, թե արդյոք այդ տիրույթի մեջ որտեղ ես դու գտնվում քո մտքերով ես պահին։ Մեկը վերաբերվում է, մեկը դա Ժիլ Դելոզն է, ինքը ասում է, որ ստեղծագործությունը դա դիմադրություն է
այն ամենի, որը փորձում է վերահսկել մեզ, հսկողություն սահմանել մեր վրա։ Եվ երկրորդ մեջբերումը ֆրանսիացի ձախական ավելի տենց կոմունիստ գրող շատ հայտնի Անդրե Մալրոյի խոսքն է, ասում է արվեստը դա միակ բանն է, որը դիմադրում է մահվանը։ Մի դեպքում արվեստը իբրև կարգը շրջելու միջոց, չհանդուրժելու այն կարգը, որ դրվում է քո վրա, մյուս դեպքում արվեստը իբրև դարձյալ դիմադրության միջոց, բայց ընդդեմ ոչ թե քաղաքական կարգի, այլ ընդհանրապես ընդդեմ մահվանը։ Այդ թվում նաև ֆիզիկական։ Այս տիրույթի մեջ արդյոք դու քեզ տեսնում ես, եւ եթե տեսնում ես, հատկապես որ հատվածում։ Դե Նազարեթ, ես ինքս ինձ երևի այնքան ինչքան կարողացել եմ ինքս ինձ փորձել հասկանալ, ինձ միշտ հետաքրքրել է մարդը ու թե այն կարգը, որը մարդուն ճնշում է ու մարդը դիմադրում է այդ կարգին, ես ու այդ առումով գուցեև ես նաև մեր ընդհանուր միջավայրի, մեր հասարակական կյանքային միջավայրում շատ այսպես զգայապես զգում եմ խնդիրները ու որևէ ձևերով փորձում եմ դրանց անդրադառնալ։ Եվ գուցե մարդը իր գոյաբանության ընդհանուր այդ կոնտեքստի մեջ ոնց է ինքը հայտնվել այս կամ այն իրավիճակում, ինչպես է գնահատում կյանքը ընդհանրապես։ Բայց այնուամենայնիվ այս այդ երկուսի ընդհանրության մեջ իհարկե կա այն գիտակցումը, որ ի վերջո մարդը ժամանակակից մարդը առանց քաղաքական դիրքի ընտրության ինքը շատ ավելի պասիվ զոհի իրավիճակում է հայտնվում։ Հետևաբար ես որպես ստեղծագործող չեմ կարող դրանից խուսափեմ։ Այսինքն արվեստը մենակ արվեստ, դա պետք է ունենա միանշանակ ինքն իր հետևում ինչ-որ դիրք, ինչ-որ դիրքորոշում։ Որն այդպես ես փորձում եմ բացատրել ինքս ինձ կամ այն ինչ-որ ես հետաքրքրված եմ անել, հա։ Այսպես կպատասխանեմ էլի քո այդ հարցին։ Դա հետաքրքիր է, որովհետև եթե գնանք ավանգարդ դեպի, ավանգարդը եթե նույնիսկ դիմադրում է, փորձում է գահանկեց անել ներկայի ռեժիմը, ինքը միշտ պատկերացում ունի մի ապագա, որին դիմում է իր գործերով, մի ապագա մարդ, մի ապագա հասարակություն, որը ներկա չի, ու այդ պատճառով շատ հաճախ այդ արվեստագետները, ավանգարդի արվեստագետները իրենք իրենց ստեղծագործությամբ ապագայի մեջ են ապրել, ապագայում են ապրել մի տեսակ իրենց մահվանից հետո, որովհետև ասենք
բանը Պաուլ Կլեն ասում է ժողովուրդը միշտ պակասում է արվեստի ժողովուրդը միշտ պակասում է որովհետև նրան ում դիմում է արվեստագետը հետո պիտի գա ես չգիտեմ այն ինչ որ մենք անում ենք հիմա ինչքանով ենք անում ներկայի համար կամ այն ինչ որ անում ենք հիմա ինչքանով իրոք պիտի պետք գա նրանց ովքեր որ պիտի գան հետո այս երկու ռեժիմները մեր գործելու մեր մտածելու մի տեսակ ստեղծում է եւ կասկած եւ ակտիվություն մի տեսակ այդ կասկածը հաղթահարելու ինչ ես կարծում այն վիճակում որ մենք այս պահին գտնվում ենք մենք ինչին պիտի ապավինենք որպեսզի կարողանանք դուրս գալ այս վիճակից կարող է արվեստը այդպիսի միջոցներից մեկը լինել ես ամեն դեպքում մտածում եմ որ մենք պետք է ապավինենք մեկս մյուսին այս իրավիճակում ես վստահ չեմ բայց մենք ունենք փորձ որ շատ ավելի քիչ ենք իրար ապավինել ցավալիորեն մենք դրա երկարատև փորձ ունենք ինչը այդքան ես այդ չեմ ինձ այդքան հարազատ չի բայց փաստը եկավ ցույց տալու նաև որ իրար հետ չլինելը մեզ միշտ թուլացրել է ու եկել հասել է նաև գուցեև կազմաքանդման ավելի բարդ մի իրավիճակի է մեզ բերել հասցրել գուցե բանալին միանալու իրար հետ լինելու մեջ է ու երբ որ գուցե այդ իրար հետ լինելու դեպքում մեր խոսքը շատ ավելի ազդեցիկ դառնա անգամ նրանց համար ովքեր դեռ պետքա գան ու իրենց է գուցե մեր խոսքը ուղղված ավելի շատ հա մենք կարող ենք մենք գուցե տեսել ենք որ մենք լսելի կամ ընթերցելի չենք հիմա ինչ որ մի ժամանակ առաջ մենք ժողովրդի կարիք ունեցել ենք որը գուցեև չի եղել բայց այդ խնդիրները հնարավոր է լուծել իսկապես ոչ թե մենակ այլ բոլորը իրար հետ այսինքն մանավանդ հիմա երբ որ այս իբրև թե կոմունիկացիաների ժամանակաշրջանը այդ ժամանակին բացարձակապես մեր ժամանակներին բացարձակապես մերժող այն որ մենք իրար հետ չենք կամ իրար հետ չենք լինում ժամանակը ինքը ու նաև մեր փորձը ինձ թվում է մեր անցած փորձը գալիս է ասելու որ երևի մենք էլ ժամանակ չունենք իրար հետ չլինելու մենք պետք է լրիվ նոր փորձ սկսենք ձևակերպել, ձևավորել մեզ համար դա շատ դժվար կարող է լինել, բայց կարողանալ իրար հետ լինել, լսել, գնահատել, նաև տարբերը տեսնել, որ հա տարբեր ենք, բայց այնքան տարբեր չենք, որ պետքա չգիտեմ ամեն ինչ անենք, որ չլինի